Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից ռինովիրուսի, կոբավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։ 51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են մինչև 18 տարեկանները։ Առավել բարձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել մինչև 14 տարեկանների շրջանում։ Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1,2 անգամ, հոսպիտալացված դեպքերի 91%-ը կազմում են մինչև 18 տարեկանները։ Վարորդական իրավունքի վկայական ստանալու միակ օրինական ճանապարհը հաշվառման քննական ստորաբաժանումում համապատասխան քննություններն հանձնելն է։ Չնայած ներքին գործերի նախարարության ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում է տարատեսակ խարդախությունների մասին, այնուամենայնիվ որոշ քաղաքացիներ տրվում են արագ եւ ճակերտավոր օրինական ճանապարհով վարորդական վկայականներ ստանալու գայթակղությանը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում դեկտեմբերի 19-ին մի քաղաքացի հաղորդում է տվել, որ հավատալով սոցիալական ցանցերից մեկում տարածված հայտարարությանը վարորդական վկայական ստանալու համար մոտ 500,000 դրամ է փոխանցել անհայտ անձի, բնականաբար չստանալով վկայականը։ Քաղաքացին հավատալով հայտարարության օրինականությանը այցելել է հաշվառման քննական ստորաբաժանում կատարել համապատասխան վճարումները, այնուհետև WhatsApp հավելվածով կտրոններն ուղարկելով զեղծարարին նրա տրամադրած QR կոդի միջոցով փոխանցել է պահանջված գումարը։ Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ։ Սարքավորումները տեղադրված են մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է քաղաքապետին։ Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42-ը, դրանցից 35-ն արդեն տեղադրված են և գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն։ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքի առաջին հոդվածի համաձայն ամանորը և ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 2-ին և 6-ին։ Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների։ Այսինքն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են շաբաթ օրերին, նրանք կկարողանան դեկտեմբերի 30-ին 1 ժամ շուտ ավարտել աշխատանքը ամանորյա տոներով պայմանավորված։